Եթե դու եկել ես առաջի օրվանից եւ սկսել ես հատել քեզանից քո այդ ֆունկցիաները ինքնիշխանության, միջազգային քաղաքականության մեջ ինչ որ չափի գոնե դերակատարության, հատել ազատվել ես, մկրատն էլ վերցրել ես, կտրթել ես ինչ որ մի հատ սահման, մինչդեռ այդ սահմաններն էլ գոյություն չունեն։ Պետությունը առանց հստակ սահմանագծման դա արդեն ինքնիշխանության մասին խոսել չի կարելի եւ այդ կտրտված տոնածառի խաղալիքի նման բանն էլ հիմա խփում են այս կոստյումների լացկաններին, չէ՞։ Եվ եթե դու ստորագրել ես վերջնագիր եւ ենթարկվում ես բոլոր թելադրանքներին, ընդհանրապես խոսել ինքնիշխանության կամ արտաքին քաղաքականության կամ դիվանագիտության մասին ես չեմ տեսնում։ Որն է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որ դրույթն է, որ թեզն է իրական, որ արտացոլում է Հայաստանի Հանրապետության շահերը որպես անկախ պետության։ Ես նման բան չեմ տեսնում։ Պատմական տարածքներ հանձնել, էթնիկական զտումներ ընդունել, նպաստել, որ այդ զտումները տեղի ունենան, դուրս քշել, ասենք, դաշնակից պետության, որը փորձում էր ինչ որ ձևերով այդ ամեն ինչից խուսափել տալ Հայաստանին, դու ճանապարհ բացես դրա համար, այսինքն դա նշանակում է ենթարկվել որոշակի պահանջագրերի, ենթարկվել վերջնագրերի։